Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ։ Եթերում առակս ընչկցուցանի հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Կոլաբորացիա, բոլորս գիտենք այդ բառը։ Դա նշանակում է թշնամու հետ համագործակցելու և ենթարկվելու պրոցես։ Այդ բառի հեղինակը Անրի Ֆիլիպ Պետենն է, որը երկրորդ աշխարհամարտի ժամանակ հանդիսանում էր Ֆրանսիայի ղեկավար, որը ենթարկվեց Հիտլերի և բերեց Ֆրանսիային ծնկի։ Անրի Ֆիլիպ Պետենը ծնվել է 1856 թվականի ապրիլի 24-ին։ Նա բավականին աղքատ ընտանիքից էր, բայց անցնելով զինվորական ծառայության հասավ ամենաբարձր պաշտոնների, ընդհուպ մարշալի։ 1940 թվականին նա դարձավ Ֆրանսիայի փոխվարչապետ։ 1940 թվականի մայիսի 10-ին, երբ նա եկավ իշխանության և Ադոլֆ Հիտլերի հետ անձնական շփում ունենալուց հետո նա հայտարարեց կոլաբորացիա, այսինքն համագործակցություն և հնազանդություն օկուպանտներին, այսինքն նացիստական Գերմանիային։ Նա հորդորեց երկրի ազգաբնակչությանը և բոլոր ինստիտուտներին ընդունել և ենթարկվել օկուպանտներին և ամեն հնարավոր լծակ օգտագործել, օգտակար լինել նացիստներին իրենց փառահեղ ճակերտավոր գործում, այսինքն պատերազմի շարունակական լինելու գործում։ Պետենի ճակերտավոր ներդրումը, բացի կոլաբորացիայից, այն էր, որ նա պառակտեց հասարակությունը, կիսելով նրանց նացիստների ծառաների և դիմադրության մասնակիցների, որի ամենավառ ներկայացուցիչը Դե Գոլն էր։ Պետենը հայտարարեց արշավ հրեաների նկատմամբ, այսինքն Պետենի իշխանությունները ձերբակալում էին Ֆրանսիա բնակ հրեաներին և հանձնում էին նացիստներին հետագա կենտրոնացման ճամբարներ տեղափոխելու և ոչնչացնելու նպատակով։ Պետենը ծառայեցրեց Ֆրանսիայի թշնամուն իր ամբողջ ֆինանսական, տնտեսական, ռազմական և աշխարհագրական հնարավորությունները։ Եվ դա բերեց նրան, որ Ֆրանսիան 4 տարի ապրում էր ծնկի եկած, բայց չէր հանդուրժում նման իրավիճակ։ 1944 թվականին, երբ Ֆրանսիան մաքրվեց նացիստական ազդեցությունից, Պետենին փրկեցին գերմանացիները, էվակուացնելով նրան և նրա թիմակիցներին, որովհետև շատ լավ հասկանում էին, որ պատժի բաժինը հասնելու է նաև Պետենին։ Պետենը համարելով իրեն Ֆրանսիայի նախագահ, Ֆրանսիայի անունից հրամաններ էր ստորագրում, բանակցություններ էր վարում նացիստների հետ, սակայն երբ որ 45 թվականին Գերմանիան ստորագրեց կապիտուլյացիա, Պետենին վերադարձրեցին Ֆրանսիա։ Դատավարությունը բավականին կարճ և համառոտ էր։ Պետենը ճանաչվեց պետական դավաճան, Պետենը ճանաչվեց ազգի թշնամի և Պետենը դատապարտվեց։ Դատավճիռը ակնկալելի էր ելնելով Պետենի կողմից կատարած հանցագործություններից և այն աղետալի հետևանքների, որին բերել էր Պետենի քաղաքականությունը Ֆրանսիայի նկատմամբ, նրան գնդակահարեցին, իսկ իր ամբողջ ունեցվածքը պետականացրեցին և օգտագործեցին Ֆրանսիայի վերականգնման գործին։ Այստեղ շատ զուգահեռներ կարելի է անցկացնել։ Ալիև և Փաշինյանի լիֆտում զրույցը, հայ ժողովրդի պառակտումը, որոնք
ուզում են խաղաղություն եւ որ ուզում են պատերազմ, Հայաստանի Հանրապետության ամբողջ ռեսուրսակազմի ծառայությունը Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերին, արշավ արցախցիների դեմ, ճիշտ է հիմա արդեն 21-րդ դարում գոյություն չունեն կենտրոնացման ճամբարներ, սակայն այդ մարդիկ մատնված են նվաստությանը, աղքատությանը, անպատվությանը, վիրավորանքների եւ այլ, այսինքն արցախցիները այսօր խաղում են այն դերակատարությունը, որը ժամանակին Ֆրանսիայում կատարում էին հրեաները, եւ նրանց դեմ արշավը կատարում են այն իշխանությունները, որոնք եւ սահմանադրությամբ, եւ բարոյականությամբ, եւ երթումով պարտավորվել են պաշտպանել նրանց շահերը եւ անվտանգությունը։ Պատմությունը կրկնվելու հատկություն ունի։ Նա պատուտաձև գալիս է այդ նույն կետին եւ իրադարձությունները ընթանում են հենց այդ տրամաբանությամբ եւ բնական է, որ պատիժը կրկին հասնելու է իրեն արժանի մարդուն, ով դավաճանել է, վաճառել է եւ ընդունել է կոլաբորացիան որպես պետական քաղաքականություն։ Մնաք բարով։